Աշխատում ենք մաքսիմում կենտրոնացած։ Ինչպես առանց դրամ ծախսելու կազմակերպել քաղաքի ամենաշքեղ հարսանիքը։ Ամեն ինչ հնարավոր է հանուն կարևորի ընկերության։ Հյուսիսից հարավ նոր քաղաքային ռոմանսը 4 ընկերների մասին է։ Տղաներ, որոնք միմյանց համար պատրաստ են վաճառել ամենաթանկը՝ ընկերոջը փրկելու համար։ Այնքան շատ խնդիրներ կան կյանքում, որ անպայման պետք են այսպիսի ֆիլմեր, որ մենք լիցքաթափվենք, ավելի ջերմ եւ բարի նայենք մեր կյանքին։ Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի նոր Հյուսիս-հարավ կատակերգությունը առաջին անգամ կինոարտադրության մեջ ընդգրկել է անիմացիոն դրվագներ։ Ֆիլմում սցենարական մեկ գիծ ամբողջությամբ նվիրված է անիմացիային։ Դավիթ Բաբախանյանը շեշտում է, ֆիլմում կան տարբեր հնարքներ, որոնք արկածային կոմեդիան դարձնում են գրավիչ եւ ապահովում ֆիլմի կոմերցիոն հաջողությունը։ Կինոն նաև երաժշտական էր, մեր մոտ կար գիծ երաժշտության, այսինքն մեր հերոսներից մեկը երաժիշտ էր, ուներ իր խումբը, այսինքն դա եւս մեկ քայլ էր, որպեսզի կինոն կատակերգությունը լինի երաժշտական։ Դիանա Մալենկո, Դավիթ Թովմասյան, ՀՏ Հայկո, Միշո, Մկրտիչ Արզումանյան եւ առաջին անգամ Հյուսիս-հարավում որպես դերասան իր ուժերը փորձեց Սոնա Շահգերդյանը։ Աշոտ Աբրահամյանի սցենարով նկարահանված ֆիլմում Սոնան ռեստորանի պահանջկոտ մենեջեր է։ Միգուցե կարողացա դերասանական ինչ-որ միջիղ մտցնել այս ֆիլմում։ Ինչպես երկար ընդմիջումից հետո ստացվեց Միշոյի եւ ՀՏ Հայկոյի գործակցությունը, այն էլ ֆիլմում։ Միշոն կատակեց դեմ էր ընկերոջ հետ խաղալուն եւ արդեն փոշմանել է։ Իմ միտքը չէր, նույնիսկ դեմ էի։ Բայց ռեժիսորը կարգուկանոն հաստատեց նաեւ նկարահանման հրապարակից դուրս։ Միշոն առաջարկեց, որ այդ դերը խաղա Հայկ Մարգարյանը, հենց Միշոյի առաջարկությամբ այդ ամեն ինչը կատարվեց։ Մկրտիչ Արզումանյանը մեծահարուստի դերում է, այս կերպարում հանդիսատեսը նրան առաջին անգամ չի տեսնում։ Ամեն անգամ ես ու իմ գործընկերները դողում ենք, թե այս անգամ ինչ կստացվի արդյոք թե չէ։ $400,000 բյուջեով ֆիլմը մեծ էկրանին կմնա այնքան, որքան կդիտեն։ Ամենակրտսեր զուգընկերը ում հետ խաղացել եմ երբևէ։ Ինչպես են իրադարձությունները զարգանում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շուրջ եւ ինչպես են ավարտվում 4 ընկերների արկածները, հանդիսատեսը կտեսնի մեծ էկրանին։ Հյուսիս-հարավը կցուցադրվի նաեւ Միացյալ Նահանգներում, Վրաստանում, Ռուսաստանում։ Ֆիլմը ճանապարհ կընկնի նաեւ մարզեր։ Հայկուհի Ասատրյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։